Ղուկաս 13-րդ գլուխ։ Այդ նույն ժամանակ ոմանք եկան և պատմեցին նրան այն գալիլեացիների մասին, որոնց Պիղատոսը սպանեց, երբ նրանք զոհ էին մատուցում, և նրանց արյունը խառնվեց զոհերի արյան հետ։ Նա պատասխանեց նրանց և ասաց. Կարծում եք, թե այն գալիլեացիները, որոնք այդպիսի պատահարների ենթարկվեցին, ավելի մեղավոր էին, քան մնացած բոլոր գալիլեացիները։ Ոչ, ասում եմ ձեզ, սակայն եթե չապաշխարեք, ամենքդ էլ նույնպես պիտի կորչեք։ Կամ նրանք, այն 18 մարդիկ, որոնց վրա Սիլովամում աշտարակը փուլ եկավ և սպանեց նրանց։ Կարծում եք, թե ավելի մեղապարտ էին, քան Երուսաղեմում բնակվող բոլոր մարդիկ։ Ոչ, ասում եմ ձեզ, սակայն եթե չապաշխարեք, ամենքդ էլ նույնպես պիտի կորչեք։ Պատմեց և այս սառակը. Մի մարդ իր այգում մի թզեն էր տնկել, և երբ պտղի ժամանակը հասավ, նա եկավ նրա վրա պտուղ փնտրելու ու չգտավ։ Այգեգործին ասաց. ահա 3 տարի է, որ գալիս եմ այդ թզենու վրա պտուղ փնտրելու և չեմ գտնում։ Արդ կտրիր այն, ինչու է հողն իզուր զբաղեցնում։ Այգեգործը պատասխանեց և ասաց. Տեր իմ, նրան այս տարի էլ թող, որպեսզի նրա շուրջը փորեմ և աղբլեցնեմ։ Գուցե պտուղ տա, ապա թե ոչ մի տարուց հետո կկտրես այն։ Մի շաբաթ օր Հիսուսը մի ժողովարանում ուսուցանում էր։ Եվ ահա այնտեղ կար մի կին, որին չար դևը 18 տարի բռնած էր պահում։ Կուչ էր եկած ու ամենևին վեր նայել չէր կարողանում։ Հիսուսը նրան տեսնելով կանչեց իր մոտ և ասաց. Ով կին, բժշկված ես քո հիվանդությունից։ Ձեռքը դրեց նրա վրա և նույն ժամին հիվանդն ուղղվեց ու Աստծուն փառք էր տալիս։ Ժողովրդապետը բարկացավ, թե ինչու Հիսուսը շաբաթ օրով բուժեց, և ասաց ժողովրդին. 6 օր կա, երբ արժան է գործել։ Այդ օրերին եկեք բուժվեք և ոչ թե շաբաթ օրը։ Տերը նրան պատասխանեց ասելով. Կեղծավորներ, ձեզնից յուրաքանչյուր ոք շաբաթ օրով իր եզը կամ էշը մսուրից չի արձակում և չի տալում ջուր տալու։ Իսկ սա Աբրահամի դուստրն էր, որին սատանան ահա 18 տարի կապել էր։ Միթե արժանի չէր շաբաթ օրով արձակել նրան կապանքներից։ Եվ երբ այս ասաց, ամաչեցին նրանք, որոնք հակառակվում էին նրան։ Իսկ ամբողջ ժողովուրդն ուրախանում էր այն բոլոր փառավոր գործերի համար, որ կատարվում էին Հիսուսի կողմից, և ասաց. Ինչի նման է Աստծու արքայությունը, և ինչի նմանեցնեմ այն։ Նման է մանանեխի հատիկին, որ մի մարդ վերցրեց և նետեց իր պարտեզը։ Սա աճեց և ծառ դարձավ, և երկնքի թռչուններն ապրում էին նրա ճյուղերի վրա։ Եվ դարձյալ ասաց. Ինչի նմանեցնեմ Աստծու արքայությունը։ Նման է այն խմորին, որ մի կին վերցնելով խառնեց 3 գրիվալյուրի մեջ, մինչև որ ամբողջը խմորվեց։ Եվ Հիսուսը շրջում էր քաղաքներով ու գյուղերով և ուսուցանում էր։ Երբ ճանապարհ էր ընկել դեպի Երուսաղեմ, մեկը նրան ասաց. Տեր, սակավաթիվ են նրանք, որ փրկվելու են։ Եվ նա նրանց ասաց. Ջանացեք մտնել նեղ դռնով։ Ասում եմ ձեզ, որ շատերը կուզենան մտնել, բայց չեն կարողանա։ Այն բանից հետո, երբ տանտերը մտնի և դուռը փակի, դուք դրսում կանգնած կսկսեք դուռը բախել և ասել. Տեր, Տեր, բաց մեզ համար։ Իսկ նա պատասխանելով կասի ձեզ. չգիտեմ, թե որտեղից եք։ Այն ժամանակ կսկսեք ասել. մենք քո առաջ կերանք և խմեցինք, և դու հրապարակներում ուսուցանեցիր։ Եվ տանտերը կասի. ասում եմ, չգիտեմ, թե որտեղից եք։ Հեռացեք ինձնից դուք, բոլոր անիրավ մշակներդ։ Այնտեղ կլինի լաց և ատամների կրճտում, երբ տեսնեք Աբրահամին, Իսահակին, Հակոբին և բոլոր մարգարեներին Աստծու արքայության մեջ, իսկ ձեզ դուրս հանված։ Եվ կգան մարդիկ արևելքից և արևմուտքից, հյուսիսից և հարավից ու կբազմեն Աստծու արքայության մեջ։ Եվ ահա վերջիններ կան, որ առաջին կդառնան, և առաջիններ, որ կլինեն վերջին։ Նույն օրը մի քանի փարիսեցիներ մոտեցան և ասացին նրան. Վեր կաց, գնա այստեղից, որովհետև Հերովդեսն ուզում է քեզ սպանել։ Եվ Հիսուսը նրանց ասաց. Գնացեք ասացեք այն աղվեսին, թե ահա դևեր եմ հանում, բուժումներ եմ կատարում այսօր և վաղը, իսկ երրորդ օրը գործս կավարտեմ։ Ասեք նրան, որ նույնը կլինի այսօր և վաղը, և հաջորդ օրը կշարունակեմ իմ ճանապարհը, որովհետև ընդունված չէ մարգարեին սպանել Երուսաղեմից դուրս։ Երուսաղեմ, Երուսաղեմ, որ կոտորում էիր մարգարեներին և քարկոծում էիր քեզ մոտ ուղարկվածներին, քանի անգամ կամեցա հավաքել քո որդիներին,
ինչպես հավը իր ձագերին թևերի տակ, բայց դու չկամեցար։ Ահա ձեր տունը ավերակ պիտի դառնա։ Բայց ասում եմ ձեզ, որ ինձ այլևս չեք տեսնի, մինչև որ չասեք, օրհնյալ է նա, որ գալիս է Տիրոջ անունով։